Տեսեք, ես ձեր ցույց տված քարտեզի վրա, այս մի կտորը գույն չունի, ընդհանրապես գույն չունի։ Խոսքն Արցախ աշխարհի մասին է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին բացատրում է, թե ինչպես է առաջնորդել աշխարհագրական թակարդից դուրս գալու գործընթացը։ Դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք, որ ես ձեզ արգելել եմ Արցախ բառը ասել, դուք 5-6 անգամ այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում այդ անունը ասեցիք։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, որ մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք, այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ եւ ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Փաշինյանն անդրադառնում է այն հարցին, թե ինքը գեներալներին վախկոտ է համարել։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Վարչապետ Փաշինյանը սակայն պնդում է, այո, նրանք Արցախից ճողոպրել, փախել են։ Մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են ելնում, կներեք արտահայտությանց տղամարդամիշ են ելնում, բայց բան են եղել 44 օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում են, մեկը խուճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել։ Այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցը հաջողված է համարում։ Նշում է, օրակարգի բոլոր ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Дорогие друзья, мы очень рады вас видеть в Москве. Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղակի ճիշտ չեն տեղեկացրել Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մասնակցության մասին։ Կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղակ չէին պահել այդքան բան։ Այսինքն այստեղ Ռուսաստանի Դաշնության, դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը, որևէ նախագահի օրակարգ, բայց Ռուսաստանի մասշտաբները մի հատ տեսեք։ Էլ չեմ ասում, ով պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն ինքը պիտի այդքան մանրամասներ ուսումնասիրեր Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, իհարկե ոչ։ Իրեն պետք է կամ եթե տեղեկացնում էին, ամբողջական տեղեկացնեին։ Լրագրողների անվտանգությանը վերաբերող հարցին Փաշինյանն այսպես է պատասխանում։ Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին,
որ ձեր վրայով չեն քայլում։ Հարցը տվեցիք լռեք մի հատ, հա։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա։ Ես ուրեմն պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Վարչապետը չի հերքում, 2018-ին ինքն էլ է պարկել ասֆալտին։ Ես պարկում էի եւ հայտարարում էի, որ պարկում եմ, դուք էլ համարձակություն ունեցեք, ասեք, որ պարկում եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, երբ ՊՊՑ աշխատակիցը հարվածում է 18-ամյա երիտասարդին։ Երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ ասպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իսկ ՀԱՊԿ հետ վերադառնալու առումով Փաշինյանը հստակ դիրքորոշում ունի։ Այդպիսի փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ։ Հասմիկ Վահրեդյան, Արմալուր։